Աստծո բարին բոլորին, բոլորիս ամբողջ աշխարհին, խաղաղություն բոլորին։ Ուրեմն նոր երևի վերջին զրուցաշարքս է սկսվում զրույցների, բայց ավելի կարճ 10-ից 15, մաքսիմում 17-18 րոպե, որովհետև նկատել եմ, որ շատ մարդիկ կան, որ երկար ոչ չեն սիրում լսել, ոչ էլ ունակ են լսելու, անընդհատ ուզում են իրենք խոսեն բոլոր հարցերում, ուզում եք քաղաքականությունից խոսեք, ուզում եք արվեստից, գեղեցիկի աշխարհից, ինչի մասին խոսում եք, ուզում եք առողջությունից նույնիսկ, որ խորհուրդ ես տալիս, սկսում են ընդհատել, իսկ եթե էսպես, իսկ եթե այնպես, չեմ մտածում, որ այդ եթեների եւ բայցերի պատասխանը արդեն պիտի տրվի, եթե թույլ տան շարունակեն։ Եվ այս աշխատանքը մարդկանց հետ, աշակերտներից հետ սկսել եմ 73 թվից։ Դե պատկերացրեք, նրանից հետո էս հեռուստաալիքների զրույցը 2006 թվից, դրանից առաջ պարապմունքների ժամանակ, դասերի ժամանակ, միշտ պահանջս եղել է, որ եթե մեկը խոսում է, թույլ տվեք նա խոսա, վերջացնի, հետո նոր դուք խոսացեք։ Եթե չէ, երկուստ իրար խանգարելով խոսում եք, աղմուկ է լինում։ Աղմուկ է լինում եւ պետք է այս առիթով ասեմ, հիշեցնեմ, որ խոսքը սնունդ է մեր մտավոր, հոգևոր եւ զգայական աշխարհի համար։ Եվ այդ սնունդը, երբ որ խախտվում է, մեր ֆիզիկական, նյութական սնունդն էլ է խախտվում։ Խախտվում է չափը, խախտվում է տեսակը, խախտվում է ժամանակը։ Երբ որ չափավորություն չենք դնում։ Մարդիկ իրար հետ խոսելու ժամանակ ամեն տեղ հարսանիքներում, ժողովներում, փողոցում, հեռուստաալիքներով, ազգային ժողովի նիստերի ժամանակ, հավատացեք հիվանդությունների 99%-ը գալիս է այդ պատճառով, որ մարդիկ հարգանք չունեն, սեր չունեն, հանդուրժողականություն չունեն, իրար լսեն, տեսնեն ինչ է ասում, հետո նոր խոսեն, հետո նոր ժխտենք առավել ևս։ Ժխտելն ու մերժելը հեշտ է, բայց լռելը, հասկանալը, համբերություն ունենալը շատ դժվար է։ Զսպվածություն ունենալը շատ դժվար է։ Լեզուն կառավարելը շատ դժվար է, բայց ավելի դժվար է մտքերը կառավարել։ Մտքերը ներդաշնակ պահել, որ չվիրավորեն իրար մարդիկ, որ իրար չհիվանդացնեն ու հետո իրար գրկեն ու դե հաջորդ, կամ ավելի վատ ձևով։ Հիսուսը 3 տարի իր աշակերտներից պահանջեց, որ ոչ մեկը իրավունք չունի խոսա, մինչև ինքը թույլ չտա։ Ինչու համար, որովհետև անպատրաստի այդ առիթով է ասեն նաև առաջ քո ծառը ջրի, հետո ուրիշների։ Առաջ դու գիտելիքդ ձեռք բեր, առաջ դու հոգուց գաղափար ունեցի, առաջ դու ունեցի ինչ ես ուտում, ինչ ես լսում, ինչ ես խոսում եւ որն է քո առաքելությունը, հետո նոր ուրիշներին դաս տուր, ուրիշների հետ խոսա։ Առաջ դու բուժիր ինքդ քեզ, բուժմանը տիրապետի, բուժման ձևերին, ինչ տեսակ մարդուն, ինչ ձևով կարելի է բուժել, հետո նոր գնա մարդկանց բուժելով։ Ես վերջինն էլ է վերաբերվում առաքյալներին։ Փյութագորասը նույնն է արել, 4 տարի չեն խոսել իր աշակերտները։ Առանձին դեպքերում հարցեր տվել են, բայց չեն խոսել։ Խոսելը ուրիշ բան է, հարց տալը ուրիշ բան է։ Բուդդայի աշակերտներն էլ 7 տարի ոչ մեկը չի խոսել։ Միայն լսել են, բայց լսել են ոչ թե ինչպես մենք ենք լսում։
ատամները սեղմած, կարմրած, որ ուզում են բան ասեն, ուզում են հարց տան, բայց զսպում են, որովհետև շատ կուլտուրական մարդիկ են իրանք։ Այդ լսելը, լռելը ոչ մեկին պետք չի։ Մենք էլ հիվանդանում ենք, եթե այդպես ենք լսում։ Պարզապես պետք է հարգանք ունենալ, սեր ունենալ եւ լսել մինչև վերջ, հասկանալ, հետո նոր խոսալ։ Որովհետև եթե մինչև վերջ լսում են, միգուցե քո հարցի մասին ինքը արդեն ավելի մանրամասն բացատրելու է։ Բայց շեղում ենք խոսացողին։ Ես մի անգամ, երբ որ 40-45 րոպե, 50 րոպե որ խոսում ենք, ես մի անգամ այդ մասին խոսեցի։ Այստեղ մի տեղ կա, ռիթրիթ, առանձնարան, որտեղ մարդիկ գնում են հանգստանալու եւ 3 անգամ են ուտում, իհարկե վճարով է, բայց մարդիկ, որոնք ուզում են լռեն, հեռախոսից էլ հեռու մնան, այնտեղ չի կարելի ներսը հեռախոսով խոսել։ Չեք պատկերացնի մարդը այնտեղից ինչպես է դուրս գալիս։ Եվ հոգևոր արժեքներով, եւ խաղաղված, եւ կուլտուրայով ուտելու ժամանակ ոչ մեկը իրավունք չունի, ասի սա ավելի համով է սրանից կերպի քիչ էլ սրել, թեկուզ ցածր։ Այդ լռությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, որովհետև նա իր մեջի աղմուկները բոլոր տեսակի, ես եմ ուզում, են եմ ուզում, լավ կլիներ, որ այսպես լիներ, բայց ինքը չլսեց, ես պետք է այս խոսքը ասեի, ամեն տեսակ զգայական սնունդից, մտավոր սնունդից, հոգևոր սնունդից ազատված կենտրոնանում են հիմա այստեղ ուտելու վրա, ուտելու վրա են կենտրոնանում։ Եվ չեմ ուզում էլ մանրամասն նկարագրեմ, թե երբ որ ամեն ինչը լուռ են անում, բոլոր այն մեր օրգանները, որոնց մասին ես խոսել եմ մի ամբողջ ժամ, որ կապված են մեր զգացմունքների հետ, օրինակ, վախը, չարությունը, անհանգստությունը, մտազբաղությունը, տխրությունը, բոլորը հանգստանում են, լիցքավորվում են, երբ որ մենք դատարկում ենք, տիեզերքի մեջ դատարկություն չկա, բոլոր մեծերը գիտեն։ Երբ որ մենք դատարկում ենք մեր անձնականից, տիեզերական իմաստությունը, աստվածային իմաստությունը, ճշմարտությունը հոսում է մեր մեջ։ Այսինքն, երբ որ ուզում ես համով ճաշ եփես, ավարտվում է ճաշը, մյուս ճաշը եփելու համար դու պետք է մաքրես ամբողջ ամանները, ափսեները, այդ կացան, որի մեջ ճաշ են եփել, հետո նոր ճաշ է եփես։ Սա մոտավորապես այդպես է, այսինքն մաքրես, հանգստացնես քեզ, նոր լսես։ Ուրեմն հիմա պատկերացրեք, որ ընտանիքները նստած իրար հետ հաց են ուտում եւ ոչ մեկը չի խոսում։ Ոչ մեկը օրվա մանավանդ ընթրիքին, օրվա խնդիրների մասին չի լուծում, վիճելի հարցեր չի լուծում, իրար դիտողություն չեն անում, չեն քննադատում, հանգիստ հաց են ուտում։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի, ինչ փոփոխություն կլինի մարդկանց առողջության մեջ, մտածելակերպի մեջ, որ այդքան խոսել եմ, որ երեխաներին պետք է սովորեցնել մտածել, պետք է սովորեցնել ինչպես սովորեն դասերը կամ ընդհանրապես ինչպես սովորեն, որովհետև չգիտեն ինչպես սովորեն, չեն իմանում, մեկին հաջողվում է, վախից սովորում է, որ լավ գնահատականներ ստանա, հետո մեծամտանում է, մյուսին չի հաջողվում, բայց պետք է սովորեցնել ինչպես սովորել։ Ինչպես սովորել, սովորել։ Այսինքն սովորացնել, մի բան սովորել, առարկա, մի գործ անել սովորել։
Իսկ դա հնարավոր է լուր լսելու ժամանակ։ Տեսնում եք իրար հետ ինչքան կապված են բոլոր process-ները, թե ուտելը նորմալ մարսելը լռության մեջ։ Երբ սովորում ենք լուր ապրել, Աստծո խոսքը ավելի հասկանալի է լինում։ Երբ սովորում ենք միայն լսել, քարոզիչն է խոսում բան։ Ինչքան անգամ եմ ես նկատել, քարոզիչը խոսում է, այնտեղ դե երեխա է, հիմա ինչ անենք։ Երբ որ ես ասել եմ, չի կարելի, սա եկեղեցի է, սա տունն է։ Կանֆետը ճռճռացնելով թուղթը երեխային են տվել, որ ուտի, որտեղ երեխան ուզում։ Չի կարելի տանը բացատրել, դաստիարակել, որ մենք գնում ենք միտեղ, որտեղ պետք է լսենք Աստծո ձայնը։ Որտեղ եթե այդ պատվելին, այդ քահանան, եթե ունեն աստվածային հատկություններ իրենց մեջ, ազնվություն, համբերություն, ներողամտություն, սեր ունեն, նրանք անպայման վերևից այդ քարոզի ժամանակ ավելի բարձր շերտերից ստանում են այն, ինչի մասին պետք է խոսեն։ Ես այս մասին շատ եմ խոսել, դրա համար չեմ ուզում երկար բացատրեմ։ Եվ մանավանդ լեռնագնացները, որ բարձրանում են ձյունածածկ լեռները, պատկերացնում եք, քանի անգամ է եղել այդ դեպքը, որ արդեն նրանք փորձված են եւ գիտեն, որ եթե գորգորալով խոսեցին, իրանց սիրած երգը սկսեցին երգել, իրենց ազատ են զգում բարձունքի վրա, ձյուները շարժվում են այդ արձագանքից, այդ ալիքներից ձայնային եւ շարժվում են գալի ով որ կա այդտեղ սարի ստորոտներ, լեռան ստորոտներին, ամբողջին սպանելով անցնում են։ Բայց հոգևոր լեռն էլ է այդպես։ Հոգևոր լեռը ձյուն չունի, բայց ունի աստիճաններ, որակներ, բարձր թրթրանք։ Երբ որ արդեն բարձրանում ես սնունդը ճշտած, քո վարքը ճշտած, կարդում ես մեծերը ինչ են գրում, ինչ են ասում, ինչպես պետք է մենք մտածենք, ինչպես պետք է հաղորդակցվենք, ինչպես պետք է սնվենք եւ այլ եւ այլն։ Այդտեղ արդեն չի կարելի գորգոհալ։ Այդտեղ աղմկել չի կարելի։ Այդտեղ տեղեր կան, պահեր կան, որ շշուկով խոսալել չի կարելի։ Որովհետեւ խանգարում ենք այդ մարդը իր կապը հաստատի։ Թե խոսելուց, թե լուր նստած լսելու ժամանակ։ Իրար խանգարելուց մեր գլուխն է ցավում, մանավանդ երբ որ ձայները բարձրացնում են, եւ այդ գլխացավը տարբեր հիվանդությունների է տանում, աստիճանաբար, միանգամից ոչ մի բան չի։ Դուք կհիշեք, որ ես խոսել եմ, ցույց եմ տվել դոկտոր Էմոտոյի փորձերը, որ ջուրը լիցքավորվում է մարդու մտքերից, ձայներից։ Օրինակներն էլ եմ ցույց տվել հեռուստաալիքներով։ Իմ օրինակները չեն, դոկտոր Էմոտոյի 40-45 տարվա օրինակները, որ ոնց է ջուրը լիցքավորվում, որի մեջ բրինձ են լցնում երեկա ամանի մեջ, ջրամանի մեջ եւ տարբեր բաներով լիցքավորում են զգացմունքներով։ Մեկին սիրահետում են, օ, ես ինչ լավն ես, ինչ համով ես։ Երկրորդին վատ խոսքեր են ասում, երրորդին էլ արհամարում են եւ տարբեր ձևով մենք տեսնում ենք այդ բրինձը մեկից անուշ հոտ է գալի, բրինձի հոտ է գալիս, մյուսից էլ արդեն երևում է, որ ինչ որ դեղնած, շագանան, մի քիչ մուքացած, կանաչած, իսկ մյուսին ընդհանրապես նեխած փտած։ Իսկ մեր 70-75% մեծահասակների մոտ 65-60% ջուր է, չէ։ Ամեն մի վատ խոսքի համար մենք այդ ջուրը պղտորում ենք։ Դե հիմա փորձեք ընտանիքներում նայել, ինչպես են իրար հետ խոսում։ Ինչպես են խոսում ազգային ժողովի պատգամավորները։ Ամբողջ ազգը
բացասական էներգիայով լիցքավորվում է։ Բայց չխոսեմ այսօր ես այդ մասին։ Էլի եմ խոսել, բայց այսօր էլ որպես կարճ զրույց, որ ամեն անհամբեր մարդ կարողանա լսի եւ հասկանա։ Մի հատ խնդրում եմ նորից մտեք դոկտոր Էմոտո, ճապոնացի գիտնականը, տեսեք ինչեր է ցույց տալիս փաստերով, թե որ երաժշտությանից հետո ինչ նկարներ են առաջանում, երբ որ այդ ջրերի սառացնում են մինուս 35-40 աստիճանի եւ տեսնում են ինչ բյուրեղ առաջացավ։ Երբ որ սովոր են հարսանիքները նորմալ անցկացնել, հանգիստ, խաղաղ, ոչ թե աղմուկի մեջ, ոչ թե ալկոհոլի ազդեցության տակ հավասարակշռությունը կորցրած ձայների մեջ, այլ խորհուրդների մեջ, պատկերացրեք, փոխվում է մեր գիտակցական մակարդակը եւ մենք սկսում ենք նոր աշխարհի, նոր ծնված, նոր սերունդի համար ամեն ինչը փոխել։ Ինչն է պատճառը, որովհետև մեծերը, որ ամուսնացել են, արդեն թոռներ ունեն, ոչ մի խորհուրդ չունեն, խելացի չեն, որ խորհրդով անցկացնեն հարսանիքը։ Եթե ուզում եք խմեք, պարեք, ցատկեք, գնացեք առանձին պարեք, խմեք, ցատկեք։ Ինչ եք նորաստեղծ, այդ նոր ստեղծվող, այդ նորատսակներին աղմուկի մեջ հոգնածնում, ծխախոտի հոտերի մեջ հոգնածնում, զզվացնում, ալկոհոլներն էլ չեմ ասում, մարդկանց տհաճ խոսելաձևի մեջ հոգնածնում, հետո ասում դե գնացեք ընտանիք ստեղծեք։ Ասա առաջին գիշերն է։ Մտածում ենք այս մասին։ Այս բոլորը ինչ որ ասում եմ, վերաբերվում է լրիվ ավելորդ աղմուկներին, ավելորդ խոսակցություններին։ Լռության մեջ գտնվող մարդը կարող է երանի տալ, որ մենակ մնա։ Մենակության մեջ մարդը ապրողը առանց երանի տալու նա աստվածային էներգիան սկսում է ավելի ճիշտ է, աստվածային իմաստությունը, ճշմարտությունը ավելի լավ է հասկանում։ Աղմուկի մեջ մենք հեռանում ենք։ Լռության մեջ մենք մոտենում ենք։ Որովհետև նուրբ էակներ են գալիս մեզ մոտենում, բաներ են հուշում, մենք չենք լսում, որովհետև մենք ենք գոռում, որ մեզ լսեն։ Սովորեք լռել, սովորեք լուռ մտածել։ Մի ստիպեք, որ ուրիշներն էլ ձեր նման մտածեն։ Հնարավոր չի։ Եթե դուք արդեն տակտ ու կուլտուրան կորցրել եք, երբ որ ձեզ ասում են այս բանը սխալ է, եւ դուք գոռում եք ու սկսում արդարանալ եւ մեղադրել, ձեզ դիտողություն անողին։ Իմացեք, որ այդպես չեք կարող երբեք Աստծուն գտնել։ Պատկերացրեք լռություն եկեղեցում։ Այնտեղ էլ են եւ նկատել են կոնֆետի թղթերը ճռճռացնում, շոկոլադների։ Մեկը ոչ մեկը չի տեսնում, ուրեմն Աստված էլ չի տեսնում։ Լռություն պետք է պահպանել ոչ թե որ ձայն դուրս չգա։ Մեր մտքերի լռությունը, մեր զգացմունքների լռությունն էլ է անհրաժեշտ մանավանդ ուտելու ժամանակ, եկեղեցի մտնելու ժամանակ։ Էլ չեմ ասում են համերգների ժամանակ, որ մարդը եկել է համերգը լսի, կողքը խոսում են։ Դե ցածր ենք խոսում, ինչ ենք անում որ։ Ցածր խոսում ես, բայց մտքերը ինչի մասին որ խոսում ես, արդեն խանգարում է։ Հիվանդանոցներում պատկերացնում եք, որ նրան էներգիա է պետք, լռություն է պետք, աղոթք է պետք, բարի միտք է պետք, եւ մարդիկ բարձրաձայն խոսում են, բժշկի հետ հարցեր են լուծում։ Այսօր այսքանը, որովհետև որոշել էի շատ կարճ խոսեմ, էլի երկար ստացվեց, բայց ես գիտեմ, որ միշտ հարցեր կլինեն, միշտ պակաս կլինի, բայց ովքեր հարցեր կունենան, կարող են նայել իմ
այդ զրույցները, ինչ բան է լռությունը, ինչ բան է բերանը փակած նստելը ու նայել խոսացողին, որ ես լսում եմ, դա լսել չի դեռ։ Դա արտաքին քաղաքավարություն է, որ դու չես ուզում հանգարես ու նայում ես իրան ու դու նստած ես, բայց լսելը այն է, որ դու հասկանում ես ինչի մասին է խոսում։ Եթե չես հասկացել, կարող ես հարց տալ, բայց ոչ մտքերդ անընդհատ լարված պտտել հիշողության մեջ։ Կարելի է մեկ հարց, Գերմոսյան։ Իհարկե, Մարդիկ հաճախ նկատում են, որ խոսելուց կամ խառը խոսելուց գլխացավեր են ունենում, չնայած չեն դադարում այդ սովորությունը անել։ Դա կատարվում է խոսելու ընթացքում էներգիա կորցնելուց, որտեվ ամեն բառի հետ մեկտեղ էներգիա չէ մարդ կորցնում։ այո, Ու նաև հավանաբար այդ խառը մտքերի արդյունքում է գլխացավեր կամ նման բաներ սկսվում, չէ՞։ եւ ուրեմն տեսեք, մի քիչ առաջ ես ասացի, որ այսինքն շատերը գիտեն, բայց ես միայն հիշացնելով եմ զբաղված հիմա, ոչ թե ինչ-որ նորություն ասելով։ Ասացի, որ խոսքը սնունդ է, երաժշտությունը, գույները, դրանք բոլորը սնունդ են մեզ համար։ Այնտեղ սնունդների դիմաց հինգանկյուն պենտոգրամը եթե կհիշեք, ովքեր որ լսել են, դիտել են, այնտեղ գրված է, որ լյարդը լեղապարկը կապված է չարության հետ, թոքերը եւ աղիքը կապված է տխրության հետ, իսկ բարակ աղիքը եւ սիրտը կապված է արդեն անհանգստությունների հետ, որ միշտ ունենում են, այդ զրույցի ժամանակ էլ է մարդիկ խոսում են եւ զգում ես, որ դեմքը կարմրեց, կամ սպիտակեց, կամ դեղնեց, երևի հանդիպած կլինեք։ Ձեր հարցին մի քիչ շրջանցելով բացատրում եմ, որ հիշենք, որ այդ խոսելու ժամանակ, որ իրար չեն լսում, նաեւ չարանում են, չէ՞։ Ուրեմն պատկերացեք, լյարդը ինչ վիճակի մեջ անգնում, երբ որ չարությունը սկսում է մեջը լինել։ Բայց մարդը, եթե իրականում չարություն չի ունենում իր մեջ, նա շատ դժվար է հավասարակշռությունը կորցնում, համբերում է։ Բայց այո, ճիշտ հիշեցրեցիք, որ միշտ որ խոսում են իրար հետ համաձայն չեն, որովհետև չեն լսել իրար նորմալ, անպայման գլխացավ աստա։ Ինչի՞ց է գլխացավը առաջանում, նաև որ ջղայնանում են, բերանը չորանում է։ Երբ որ գորգորում են, էլի բերանը չորանում է։ Երբ որ երգում են, բերանը չորանում է։ Մանավանդ վախից, բերանը չորանում է։ Ուրեմն գլխացավը իհարկե տարբեր պատճառներ ունի։ Պատճառներից մեկն էլ հենց դա է, որ մի տեսեք ազգային ժողովի նիստերին բոլոր պատգամավորները, եթե չեն գնում դուրս հետո ջուր խմում, այսինքն ավարտվելուց հետո գոնե ջուր չեն խմում, նրանց գլուխը անպայման ցավում է։ Եվ այդ իրանց գլուխը որ ցավում է, մեղադրում են նրանց, ովքեր իրանց հետ համաձայն չեն։ Ոչ իրանք են լուր լսում, հասկանան, ոչ էլ նրանք են լուր լսում, որ հասկանան, նոր պատասխանեն։ Եվ ժողովուրդը, որը դիտում է, որովհետև կան մարդիկ, որոնք քաղաքական օնանիզմով են զբաղված։ Այսինքն ոչ մի բան գործնականորեն չեն անում, բայց ապրումների մեջ են ընկնում անընդհատ, խոսում են այստեղ այնտեղ, որ երևա որ իրանք են բան հասկանում։ Ինչ պիտի հասկանաք, որ դա համամոլորակային կարմա է, դա ազգային կարմա է, ընտանեկան կարմա է, կուսակցական կարմա է, տեղանքի կարմա է, անհատական կարման, ընտանիքի մեջ, ամուսինների կարման, երեխաների կարման, այս բոլոր պատճառ հետևանքային քննությունների մեջ մենք պետք է լուր անցնենք, համբերելով իրար։ Եթե ոչ միայն գլուխներս կցավան, այլ ամեն տեղներս կցավան։
կարողացա ինչ որ լրացնեմ կամ որ հասկանալի լինի գոնե մյուսներին էլ։ Այո, շնորհակալ։ Ես եմ շնորհակալ հարցի համար։ Հիմա նորից բոլորին խաղաղություն եմ ցանկանում, բարի օր։ Փորձեք գոնե այս կարճ զրույցները, որ այսօր էլի կարճ ստացվեց, բայց կարծում եմ, որ դրության մասին բավարար կրկնեցինք եւ ամենակարևորը այն է, որ հիմա ամեն մարդ իր մեջ աշխատի։ Ուզում է երեխայի հետ խոսա, ուզում է մեծի հետ խոսա, կարևոր չի, բայց աշխատանքը տարեք, որովհետեւ ոչ մեկս չգիտենք երբ ենք մեռնելու։ Այսինքն երբ է մեր նուրբ մարմինները բարձրանալու, մերնից դուրս գալու։ Եթե դուրս են գալիս չմաքրված մեր բոլոր շերտերին, եթերային շերտը, զգայական շերտը, մտավոր շերտը, հոգևոր մեր նուրբ շերտերը, մենք այլևս ի վիճակի չենք լինի մեր էվոլյուցիան շարունակելու, որովհետև նոր աշխարհի մեջ մենք այդ աղբը չենք կարող տեղավորել։ Ամեն տեղ խնդիրների առաջ կկանգնենք, ամեն տեղ։ Եթե լռել չենք սովորել, մեր թրթռանքը չենք նորմալացրել, մեր ֆիզիկական մարմնի, զգայական, մտավոր, եթերային, հոգևոր շերտերը, եթե մենք չենք ներդաշնակացրել։ Խաղաղություն ձեզ։ Մինչև մյուս հանդիպում։